Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա թեմաներն են։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը Հայաստան կգա երկուշաբթի, նախատեսված է նաև Ադրբեջան այց։ Իրաքի թեմի առաջնորդը բանտից կտեղափոխվի տնային կալանքի, գործի քննությունը շարունակվում է։ Այսքան այս դրական ճնշումը բնականաբար ինչ-որ քաղաքական իրենց կեցվածքի վրա բան փոխեց։ Հայաստանը բանակցում է ադրբեջանական ևս երկու տեսակի ապրանքներ կրելու շուրջ։ Կարգալույց հռչակված հոգևորականները դատի են տվել կաթողիկոսին։ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանի գեղասահորդները օլիմպիական խաղերում ելույթ չունենան Արցախ ստեղծագործության ներքո։ Վերջապես մեկնարկել են Իրանի և Միացյալ Նահանգների բանակցությունները, առայժմ միջնորդավորված։ Ազատության տեղեկություններով Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը Հայաստան կայցելի երկուշաբթի փետրվարի 9-ին նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը վարչապետ Փաշինյանի հետ։ Վենսը Հայաստան և Ադրբեջան կժամանի Միլանում ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո նա արդեն Իտալիայում է։ Նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ այցի նպատակն է առաջ մղել Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար։ Սա ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է տարածաշրջան 2005-ից հետո, երբ նախագահ Ջորջ Բուշը Վրաստան էր գնացել։ Ավելի շատ քաղաքական ժեստ է եւ քաղաքական բնույթ ունի այս այցը ցույց տալու համար, որ Թրամփի վարչակազմը բավականին լուրջ հաջողություն է գրանցել մի տարածաշրջանում, որը երկար տարիներ գտնվում էր անկայուն վիճակում։ Այս ամեն ինչը պայմանավորված է թրիփի իրագործման գործընթացի հետ, պարզ է, որ ԱՄՆ նոր վարչակազմը փորձում է կապիտալիզացնել այս արտաքին քաղաքական ձեռքբերումը եւ Վենսի այցը հենց պետք է այդ համատեքստում դիտարկել։ Կարծում եմ, եթե խոսքը գնում է հայաստանյան այցի մասին, այստեղ կան նաեւ կարեւոր այլ ուղղություններ, մասնավորապես միջուկային ոլորտում համագործակցության ոլորտը։ Մենք գիտենք, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգները բանակցություններ էին վարում այդ 1-2-3 համաձայնագրերի շուրջ, որը հնարավորություն կտա արդեն Միացյալ Նահանգներին միջուկային տեխնոլոգիաներով կիսվել Հայաստանի հետ եւ ենթադրում է նաեւ, որ այդ ուղղությամբ եւս կստորագրվի փաստաթուղթ։ Ընդհանուր առմամբ սա արտահայտում է այն օրակարգը, որը ի հայտ է եկել Վաշինգտոնյան գագաթնաժողովի ընթացքում, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև այդ ռազմավարական համագործակցության օրակարգը։ Իդեպ Հանրապետության հրապարակում արդեն մի քանի օր է պետական համարանիշներով տասնյակ միկրոավտոբուսներ ու մեքենաներ են հերթապահում, վարորդները չեն թաքցնում, որ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցին են պատրաստվում։ Ըստ տեղեկությունների Ջեյդի Վենսը երևանյան մեկ գիշերը Մարիոթ հյուրանոցում է իջևանելու։ Արդյոք Ջեյդի Վենսի այցը կարող է նաև գերիների հարցը լուծել։ Պաշտոնական Երևանը մինչև այժմ չի արձագանքել Բաքվի դատարանի երեկվա վճիռներին, որոնցով Արցախի ղեկավարությունն ու մյուս մեղադրյալները խստագույն պատիժներ ստացան մինչև ցմահ ազատազրկում։ Այս մթնոլորտում է հաստատվելու խաղաղությունը, ինչի համար վճռի հրապարակումից ժամեր առաջ մրցանակ ստացան Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը։ На судебном процессе по делу граждан Армении. Ադրբեջանում հայերի նկատմամբ երեք կայացված ծանր դատավճիռներից մեկ օր անց ոչ վարչապետի աշխատակազմից, ոչ արտգործնախարարությունից որևէ արձագանք չկա։ Փորձեցինք պարզել, սպասվում է հայտարարություն։ Միևնույն է լռությունը չխախտեցին։ Обвиняемый Араик Арутюнян окончательно приговорен к пожизненному заключению. Обвиняемый Давид Бабаян окончательно приговорен к пожизненному заключению. Подсудимый Левон Насакянян окончательно приговорен к пожизненному заключению. Բաքվի ռազմական դատարանում երեք ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը 20 տարվա ազատազրկման դատապարտվեցին։ Այդ երկրի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկել։ Մյուս 8 հայերը 15-ից 20 տարվա պատժաչափ ստացան։
Հետևաբար մենք չպետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչը մենք չենք կարող փոխել։ Մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ եւ բարգավաճ ապագա կերտելու վրա։ Ծանր հանցանքների պատերազմ վարելուց մինչև ահաբեկչության համար մեղադրվող հայերին Բաքուն դատեց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների այն հայտարարությունների ֆոնին, թե տասնամյակներով հակամարտող հարևանները խաղաղություն են հաստատել։ Ինչպես են իշխանական падգամավորները գնահատում սա։ Խաղաղությունն այսպես է ամրապնդվում։ ՔՊԱ-ական 1 տասնյակից ավելի падգամավորի փորձեցինք հարցն ուղղել, բայց նրանք զանգերին չէին պատասխանում։ Միակ падգամավորը, որ համաձայնեց արձագանքել, կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էր։ Ես հիմա ձեզ ավելի շատ բան չունեմ ասելու, քան մենք ասում ենք օրինակ նույն Վագիվ Խաչատրյանի դատավճռից հետո ու իմ ասելիքը հետևյալն է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը անշեղորեն ու անդադար աշխատելու մեր հայրենակիցների Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու հարցի շուրջ։ Անշեղորեն ու անդադար առանց դրացի ջահմուկի ու առանց դրա հանրայնացման։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունից Արթուր Խաչատրյանի գնահատմամբ այժմ Ադրբեջանի բանտերում գտնվողներին վերադարձնելու իրական նպատակ իշխանությունը չունի։ Պատգամավորի կարծիքով բացի այն, որ հիմա դատապարտող հայտարարություններ պետք է լինեին, այլ նաև հարաբերությունները կարգավորելու համար պիտի կոնկրետ հարցեր առաջ քաշվեին։ Այդ թվում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակումը։ Բայց մենք ունենք Նիկոլ Փաշինյան, ով նախորդ օրը գնացել եւ եղբայրացել է Ալիևի հետ, ընտանիքներով բեմ են բարձրացրել, իսկ 24 ժամ հետո Ալիևը այդ մարդկանց դատապարտել է ցմահ բանտարկության։ Վերջը հասկանում ենք, որ նույն Բակո Սահակյանի կամ Արկադի Ղուկասյանի պարագայում 20 տարին դա նույն ցմահ ազատազրկումն է։ Իշխանությունը համարում է, որ խաղաղության հաստատմամբ է հնարավոր լուծել թե Բաքվում պահվող հայերի վերադարձի, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների մյուս բաց հարցերը։ Մինչդեռ Բաքվում հայ գերիների հետ տեղի ունեցածի համար ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության քարտուղարը քննադատում է Հայաստանի իշխանությանը։ Գլխավոր հարցը գործող իշխանության քաղաքական գիծն է, որը նպաստել է ոչ միայն Արցախի ադրբեջանացմանն ու հայերի բռնագաղթին, այլև մարդկանց հասցրել է ադրբեջանական գերության։ Բաքվում հայ գերիների հետ պատահածի համար գործող իշխանությանն է մեղադրում նաև ընդդիմադիր Լուսավոր Հայաստանի ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանի կաբինետում հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած Էդմոն Մարուքյանը նշել է մեջբերեմ. Ադրբեջանում ցմահ դատապարտվել է Հայաստանի վերջին 35 տարվա կյանքը։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այսպես կոչված խաղաղության գործընթացի մասին։ Իդեպ Ադրբեջանն արտգործնախարարություն է կանչել ու բողոքի նոտ հանձնել Ռուսաստանի դեսպանին քննադատելով իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության անդամ Կոնստանտին Զատուլինի հայտարարությունները, թե Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ 3 հրապարակված դատավճիռները ոչ թե արդարադատություն էին, այլ հաշվեհարդար։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր տեղեկացրել է, որ բենզինից, հացահատիկից եւ հեղուկ գազից բացի Հայաստանը քննարկում է Ադրբեջանի տարածքով եւս 2 տեսակի ապրանքի ներկրման հնարավորությունը։ Նախարարը չի մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը։ Միաժամանակ առայժմ հայկական որևէ ապրանք Ադրբեջանը արտահանելու պայմանավորվածություն չկա, թեև Երևանն ու Բաքուն ասում են, որ կա դրա քաղաքական համաձայնությունը։ Գնդակ նստնախարարի հայաստանյան բիզնեսի դաշտում է։ Ադրբեջանական ծագման 2 արտադրանք կա, ըստ էության, որ եկել է Հայաստան, բենզինը եւ դիզելային վառելիքը, հայկական ծագման արտադրանք չկա, բայց կողմերը փոխանակվել են այդ ցանկերով եւ գործարար միջավայրը, այդ թվում նաեւ իրենք են մեզ երկար ցանկ տվել եւ մենք իրենց, եւ գործարար միջավայրը կարծում ենք, որ ժամանակի ընթացքում կարձագանքի։ Հիմա ինչն է պատճառը։ Պատճառները տարբեր են, սկսած նրանից, որ շուկաները դեռևս միմյանց բավականին անծանոթ են, ինչպես մեր շուկան իրենց համար, այնպես էլ իրենց շուկան մեր համար, եւ սրա համար իմ կարծիքով պետք է ժամանակ եւ դա այնպիսի գործընթաց է, որը ավելի շատ բնականաբար գտնվում է մասնավոր հատվածի դաշտում։ Պետությունը ստեղծում է պայման, քաղաքական պայմանավորվածություններով, ճանապարհի բացվելով, երկաթուղու գործելով եւ այլն։
Հիմա մենք այդ պայմանների մի զգալի մասը ստեղծել ենք, բայց դեռ ամբողջությամբ ստեղծված չի։ Օրինակ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն դեռևս չկա, բայց դուք շատ լավ գիտեք, որ այդ ուղղությամբ աշխատանքը կա ու կլինի դա մի քանի տարի անց ակնհայտ է, չէ։ Պետությունը հարցերը էական չափով լուծել է եւ հիմա օրինակ երկու ապրանք կա, քննարկում ենք, բանակցում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի դրա ներմուծման հնարավորություններ բացվի։ Այլ թեմաներ վերաքննիչ դատարանն այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի բանտային կալանքը փոխարինել է տնային կալանքով։ Առաջին ատյանը բարձրաստիճան հոգևորականին դատապարտել է 2 տարվա ազատազրկման, նա մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում, այժմ իշխանությունը զավթելու կոչի գործը քննում է վերաքննիչ ատյանը։ Նման պայմաններում դատարանը լսելով կողմերի դիրքորոշումները որոշում է մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապահյանի, շահերի պաշտպանը Ռոման Ահարոնյանի, Հարազ Զորաբյան, Երեմ Սարգսյանի, Հարութ Ակրունցի և Մարինե Ֆարմանյանի կողմից ներկայացված խափան միջոցի փոփոխման մասին միջնորդությունը բավարարել։ Մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ կիրառված խափան միջոց կալանքը փոխել եւ նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափան միջոցներ համակցված կիրառել տնային կալանքը բնակության հասցեն քաղաքի Իշխանի փողոց 6, իսկ բժշկական հաստատությունում ստացիոնար բուժում անցնելու պայմաններում տվյալ բժշկական հաստատություն եւ բացակայելու արգելք։ Տնային կալանքի ժամկետի սկիզբը հաշվարկել մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապահյանին փաստացի հաշվառան վերցնելու պահից։ Պարզաբանում եմ նաև, որ որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան այս ստանալորվանից հետո 10-օրյա ժամկետում։ Ես չեմ կասկածում, որ քաղաքական որոշում է եղել։ Չեմ կասկածում ուղղակի։ Եղել է բնականաբար քաղաքական որոշում, դա իմ կարծիքն է, բայց քաղաքական որոշումը կարող է լինել նաև արտաքին ճնշումներից, միջազգային կառույցների իրավունքի ճնշումներից, այսինքն այս դրական ճնշումը բնականաբար ինչ որ քաղաքական իրենց կեցվածքի վրա բան փոխեց։ Լրատվական կենտրոնն է եթերում, օրվա լուրերը թարմացվում են նաև Ազատության Տելեգրամի ալիքում, իսկ թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Կարգալույց հռչակված հոգևորականները դատի են տվել կաթողիկոսին։ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանի գեղասահորդները օլիմպիական խաղերում ելույթ չունենան Արցախ ստեղծագործության ներքո։ Վերջապես մեկնարկել են Իրանի և Միացյալ Նահանգների բանակցությունները, առայժմ միջնորդավորված։ Կաթողիկոսին քննադատելուց հետո կարգալույց հռչակված 2 քահանաները դատի են տվել Գարեգին Բ-ին։ Վարչապետին միացած հոգևորականները պահանջում են վերականգնել իրենց կարգն ու ծառայությունը եկեղեցում։ Մի բան, որ հոգևոր է ու չի կարգավորվում աշխատանքային պայմանագրով, բայց դրա հայաստանյան նախադեպն էլ արդեն կա։ Եկեղեցու դեմ դատական հայցերը ավելանում են, այժմ էլ Մայրաթորին դատի է տվել Ստեփանասատրյանը, նախկին Տեր Արամ քահանան։ Նա պահանջում է, որ դատարանը անվավեր ճանաչի իրեն կարգալույց հռչակելու վեհափառի որոշումը եւ վերականգնի իրեն Հովանավանքի հոգեվոր հովվի պաշտոնում։ Ստեփանասատրյանը ամիսների վեր կարգալույցության որոշումը չի ընդունում եւ Հովանավանքից էլ չի հեռանում։ Շարունակում է ծեսեր անել, հիմնավորումը սա էր։ Կարգալույց եղած կաթողիկոսին չի կարող։ Եթե իրեն կարգալույց չի համարում, ինչու է դատարան դիմել, հարցրինք։ Իմ արարքը իրենց արածի պատասխանն է ուղղակի, ուրեմն նույն օրենքով, եթե ես հոգևորական չեմ եւ իրավունք չունեմ այնտեղ լինելու, ես կապացուցեմ, որ ես հոգևորական եմ եւ իրավունքը ունեմ այնտեղ գտնվելու։ Եվ որևէ մեկը մանավանդ սրբապղծության մեջ մեղադրվող եւ կամ ընտանիք ունեցող եկեղեցական կանոնները խախտած մեկը իրավունք չունի իմ նման հոգևորականին եկեղեցուց հեռացնելու։ Դա ոչ մեկ իրեն չի հուշել, առավել եւս Սուրբ Հոգին։
Եկեղեցին նախորդ ամսին էր դատի տվել նախկին քահանային պահանջելով, որ նա հեռանա Մայրաթորի սեփականությունը հանդիսացող Հովանավանքից ու այն բնակարանից, որտեղ ապրում է։ Այս պատմության մեջ աննախադեպը սակայն այն է, որ այժմ հայաստանյան դատարանները պիտի սկսեն զբաղվել քահանայական կարգալուծության հարցերով։ Միայն Տեր Արամը չէ կարգալույց հռչակված, Տեր Թադեն էլ է դատարան դիմել նույն պահանջով։ Իրեն քահանայական կարգից զրկելու վեհափառի որոշումը պիտի անվավեր ճանաչվի։ Որպեսզի այդ բախումներից խուսափենք, մենք նաև օրենքի օգնությանն ենք դիմում։ Հիմա տեսնենք օրենքը ինչ կորոշի, ինչ վճիռ կկայացնի, որտեղ մեր խնդիրը ոչ թե բախումներ ստեղծելու մեջ է, այլ մենք փորձում ենք ավելի հաստ ճանապարհով քայլել առաջ, բայց նաև մենք գիտակցում ենք, որ մեր եւ եկեղեցական եւ մյուս օրենքները խախտված են իրավունքները։ Կարգալույծ արված քահանան ասում է կաթողիկոսի վճռի հետ համաձայն չէ դատարան դիմելով բողոքի ձայն է բարձրացնում։ Նայում են ինչի հիմքով են կարգալույծ արել։ Եվ այնտեղ հասկանում եք մեր կարգալույցության հիմքը չկա, փաստացի քմահաճույք է։ Եվ մենք ասում ենք, որ եկեղեցում չպետք է լինի քմահաճույք։ Նախկին քահանան ասում է դատարանն ինչ որոշի համաձայն կլինի։ Տեր Արամ ու Տեր Թադե երկու նախկին քահանաներն էլ կարգալույծ էին հռչակվել։ Ըստ Մայրաթորի հակաեկեղեցական գործողությունների պատարակներում վեհափառի անունը շրջանցելու համար։ Նախկին քահանաները կարծում են, որ կարգալույծությունը ընդհանցակարգային հարց է եւ կարող է դառնալ դատարանի քննարկման հարց։ Եթե կամայականորեն է կառավարվում, ես ուր դիմեմ, չեք ասի ինձ, ուր դիմեմ։ Առաջինը կարգալույծ հռչակված հոգևորականներից Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացված ու կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանն էր դատարան դիմել ու շատ արագ վերականգնվել պաշտոնում։ Այդ գործի շրջանակներում նույնիսկ մեղադրյալներ դարձան Մայրաթորի 6 եպիսկոպոս արքեպիսկոպոսներ։ Նրանց փաստաբաններն այդ պատմությունն արկածախնդրություն էին որակում։ Վեհափառի վճիռներն ասում էին չեն կարող դատարան հասնել։ Նա հոգևորականների հետ ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ ուխտով է կապված։ Թող այդ պայմանագիրը լիներ, այդ նշանակում է ես պիտի զոհվեմ։ Վեհափառի վճիռները դատարան հասցնելը Հայաստանում աննախադեպ է, բայց աշխարհը լի է այսպիսի պատմություններով։ Ստրասբուրգի դատարանում բազմաթիվ վճիռներ կան, ասում է իրավաբան Ռաֆայել Իշխանյանը։ Եվրոպական դատարանը Միրոլյուբովի գործով վճռել էր, որ կրոնական համայնքի անդամները Կոնվենցիայի 9-րդ հոդվածի իրավունքով չունեն ամրագրված անհամաձայնություն հայտնելու իրավունք համայնքին կրոնական կազմակերպությանը։ Իրենց տարբերակ անհամաձայնության ցնդեկում դուրս գալն է։ Ավելին, մեկ ուրիշ գործով, անհնարավոր սխալ ասեմ, Պաստորոլ Չելբուն, եթե չեմ սխալվում, Ռումինիայի համայնք ընդդեմ Ռումինիայի գործով ավելին էր գնացել։ Կրոնական կազմակերպությունների ճանաչել էր իրավունքը, որ եթե իրենց ներսում առաջանում է պարակտիչ շարժում, անհամաձայնություններ, իրենք իրենց կանոնների շահերից բխելով կարող են դրանց արձագանքել։ Եվ պետությունը իրավունք չունի այստեղ արբիտրի դեր խաղալ, այսինքն կրոնական կազմակերպության եւ իր առանձին անհատների միջև հարցերի մեջ։ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի նախագահը այս օրերին ուսումնասիրում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները հոգևորականների մասով։ Շեշտում է, հստակ է, որ դատարանը ներեկեղեցական հարցերին անդրադառնալը պետության գործը չի համարում։ Նույնիսկ եղել է դեպք Ֆերնանդես Մարտինեսն ընդդեմ Իսպանիայի գործով, երբ որ կրոն դասավանդող ուսուցիչը, որ ընտրության մեջ ձայն ուներ եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին, իրեն հեռացել էր ինչ պատճառը, որ նա մասնակցում էր մի շարժման, որը ջատագովում էր կուսակրոնության վերացումը եւ ինքը ամուսնացած էր, տվել էին դա։ Բայց մեն այդ շարժման մեջ լինելու պատճառով իրեն հեռացեցին այդ ուսուցչի պաշտոնից։ Ինքը գնաց դատարան, իսպանական դատարանները մերժեցին, իր հայցը գնաց եվրոպական դատարան նույնպես ասաց, որ այստեղ ձեր ոչ մի իրավունք չի խախտվել։ Ըստ Իշխանյանի դատարան դիմել կարող են, բայց դատավորը, եթե Ստրասբուրգի նախադեպային որոշումները նայի, պիտի մերժի հայցերը, բայց հայաստանյան նախադեպը այլ է։ Առաջիկայում հետաքրքիր ու արտառոց դատավարություններ են սպասվում։ Եկեղեցու կանոնական դրույթները, քահանաների կարգապահական հարցերը դատարանների քննության թեմա են դառնում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հրամանագիր է ստորագրել ազգային ժողովի ընտրությունը նշանակելով հունիսի 7-ին։ Գագիկ Ծառուկյանն է պատրաստվում այդ օրվան, արդեն հայտնի է, որ Բարգավաճ Հայաստանի առաջնորդը ավելի լայն ցուցակ է կազմում, ներառելով ոչ միայն իր թիմակիցներին։ Անցած անգամ կուսակցությունը չհաղթահարեց անցողիկ շեմը, հակառակ կանխատեսումներին, թե այս տարի էլ հենց ինքը կլինի վարչապետի թեկնածուն, Ծառուկյանն այլ սցենար է մատնանշում։ Ինպես մարդուն ինչ ա պետք, ամեն ինչ ունեմ,
աշխարհում եք։ Ոչ միայն ամեն ինչ, այլև վարչապետի միանգամից 3 թեկնածու ունի Գագիկ Ծառուկյանը։ Մեծահարուստ գործարարը հայտարարում է 4 ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններում ինքն անձամբ երկրի ղեկավարի պաշտոնին չի հավակնում, բայց արդեն պոտենցիալ թեկնածուներին ընտրել է։ Վարչապետի պաշտոնին հավակնություն չունեմ, ցանկություն չունեմ։ Ես վարչապետի պաշտոնին թեկնածու ունեմ, իհարկե ունեմ։ Մեկի տեղը 3 ունեմ։ Մեկը մեկից գրագի հետ, մեկը մեկից ուժեղ, պատրաստված։ Թե ովքեր են ԲՀԿ առաջնորդի վարչապետի թեկնածուները, Ծառուկյանն առայժմ հրաժարվում է փակագծեր բացել, չցանկանալով նաև մանրամասնել, արդյոք նրանք նախկին թե ներկա իշխանության մաս են կազմել։ Իսկ այդ թեկնածուները նախկիններից են, թե ներկաներից։ Ուրեմն ասեմ ձեզ, արգելի երիտասարդություն, մենք պետք է մոռանանք նախկինն էլ ներկան էլ։ Խոսում ենք ապագայից, ապագայի վարչապետ է։ Մեր երկրին պետք է ապագա։ Այնպես որ նախկին ու հին ու նորը մոռանանք, խոսենք ապագայի մասին։ Իր նախընտրական ծրագրերի մասին ԲՀԿ 69-ամյա առաջնորդը նախընտրել է խոսել մի քանի տասնյակ երիտասարդների հետ հարց ու պատասխանի ձևաչափով, առանց լրագրողների։ Քանի որ խոսակցություններ կան, որ դուք չեք մասնակցելու ընտրություններին։ Ոչ չեմ մասնակցել։ Մասնակցել եմ Բարգավաճ Հայաստան կուսակցությունով եւ մասնակցել եմ Առաջարկ Հայաստանին ծրագրով։ Ծրագրի մեջ Կուսակցությունով թե դաշինքով կգնա ընտրություններին ԲՀԿ առաջնորդն ասաց, որ մինչև այս պահը մտածված չի խոսել այդ մասին, բայց եւ անակնկալներ խոստացավ։ Ընտրություններին Ծառուկյանի հետ միասին մասնակցելու մասին հայտարարած դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը օրերս Ազատությանն ասել էր, որ այս պահին քաղաքական կոնսոլիդացիա է տեղի ունենում ԲՀԿ առաջնորդի շուրջ։ Ազատության տեղեկություններով ամենայն հավանականությամբ ԲՀԿ առաջնորդին կմիանա նաեւ Մայր Հայաստանը։ Այս կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը փոխանցեց, որ ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին քննարկումների ավարտից հետո հայտարարություն կանեն։ Այսօր իմացեք, պարտադիր չի Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ լինի, որ մեր հետ մասնակցի։ Հին ու նոր չկա։ Պետք է մարդիկ համախմբվեն, այս վիճակից դուրս գան։ Ես մոտ ժամանակներս ձևաչափը կներկայացնեմ շատ գեղեցիկ անակնկալներով, այնպես որ շատ չի մնացել։ Կներկայացնենք, բոլորն էլ թող տեսնեն, հանգստանան, տեսնեմ դրանից հետո ինչ են ասել։ Շուրջ 1 ժամ տևած եւ միայն բուռն ծափահարություններով ընդհատվող հարցուպատասխանի ընթացքում երիտասարդները խորհրդարանական սպասվող ընտրություններից բացի նաեւ հետաքրքրվում էին, թե որտեղ էր Գագիկ Ծառուկյանը անցած տարիներին, երբ Հայաստանը տարբեր արհավիրքների միջով էր անցնում։ 44-օրյա պատերազմի օրերին 2020-ի սեպտեմբերին ԲՀԿ առաջնորդը կալանավորվեց 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառքի գործով եւ մոտ 1 ամիս անցկացրեց անազատության մեջ։ Մեկ անգամ էլ ԲՀԿ առաջնորդը ձերբակալվեց եւ 2 օրից ազատ արձակվեց արդեն պատերազմից հետո։ 2021-ի ընտրություններում շուրջ 50,000 ձայն հավաքելով եւ խորհրդարանից դուրս մնալուց հետո Ծառուկյանը դադարեցրեց ակտիվ քաղաքական գործունեությունը։ Ուր էիք վերջին 5 տարիների ընթացքում եւ մեր պետությունը անցնում էր դժվարությունների միջով։ Մանե ջան, ուր էի Հայաստանում, ձեր կողքին, ժողովրդի կողքին, լավ ու վատ օրերով ձեր հետ եմ եղել։ Խոսելով արդեն պատերազմից հետո 2021-ի ընտրություններում ԲՀԿ պարտության մասին Ծառուկյանն ասաց, թե իր թիմը այդ ժամանակ լավ չաշխատեց, չկարողացավ ժողովրդին տեղեկացնել իրենց ծրագրերի մասին։ Ըստ մեծահարուստ գործարարի, ովքեր լավ են աշխատել եւ խորհրդարանում հայտնվել, նրանք էլ պետք է ժողովրդի առաջ պատասխան տան։ Հիմա իմ խնդրանքն է, որ այս հարցը դու են ցանկացած քաղաքական գործիչներին տաս, այն մեծ խոսացողներին էլ տվեք, որ նրանք ինչ են արել։ Քաղաքականությունից դուրս երիտասարդները նաև հարցեր էին տալիս Ծառուկյանին հոգեհարազատ թեմաներից, գյուղատնտեսությունից, հատեսի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումից ու նաև ապագայում կառուցվելիք արձաններից։ Երբ որ ավարտեք Քրիստոսի արձանի կառուցումը, հաջորդը ում արձանը կկառուցեիք, եթե կառուցեիք, եւ ըստ ձեզ այս երկրում ով է դրան ամենից շատ արժանի։ Ապրես։ Հալալակ է, շատ ուժեղ հարց ես տվել։ Առանց երկար մտածելու հարցիդ պատասխանեմ, կկառուցեի հայ կնոջ արձանը։
Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին պատրաստվող Գագիկ Ծառուկյանն այս պահին 3 գործով է անցնում, 3-ն էլ արդեն դատարանում են։ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր կուսակցության օգտին 90 միլիոն դրամ ընտրակաշարք տալու համար գործը դատարանում քննվում է դեռ 2023-ից, գործարարը մեղքը չի ընդունում։ Ծառուկյանները անցնում են նաև ապօրինի ծագման գույքի գործով, օրերս էլ դատարան է ուղարկվել ևս մեկ գործ, որով ԲՀԿ առաջնորդն ու կինը մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար։ Դատախազությունը պնդում է, որ ԲՀԿ առաջնորդը վաճառել է արգելանքի տակ գտնվող գույքը, ինչի իրավունքը չուներ։ Թեև պատգամավոր Հայկ Սարգսյանը դուրս է մնացել քաղաքացիական պայմանագրի ընտրական ցուցակից, նրա շուրջաղմուկը չի մարում։ Պատգամավորը, որ հրապարակավ դժգոհել էր կուսակցության որոշումից, մեղադրանքներ հնչեցրել ազգային ժողովի նախագահի հասցեին, հիմա ասում է գուցե մեղադրյալի աթոռին հայտնվի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում նախ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել պարոն Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ, դրան հետևել են իրավական ընթացակարգեր եւ այդ պատմությունը ընդհանրապես մի բանի մասին է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները եւ կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չեն հանդուրժել։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը որևէ քննարկման ժամանակ համենայն դեպս իմ ներկայությամբ որևէ մեկին չի մեղադրել կոռուպցիոն որևէ սխեմայի կամ գործարքի կամ երևույթի մեջ, նշեմ, որ որևէ գործով ես չեմ անցնում, չեմ անցել։ ԿՊԱ-ական Հայկ Սարգսյանը հերքում է, որ իր անվան հետ կապված որևէ կոռուպցիոն կասկած է քննարկվել կուսակցությունում։ Այդ դեպքում ինչի մասին էր խոսում կուսակցության ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանին մոլորեցրել են, թե ստում է։ Ես չեմ ցանկանում այդ հարցին պատասխանել։ Վարչապետն անցած շաբաթ իր կուսակցին առնչվող կոռուպցիոն կասկածի մասին հրապարակային խոսեց, բայց մինչև վերջ չխոսեց, ու պարզ չէ, ինչ կոնկրետ դեպքի մասին էր ակնարկում։ Նույնիսկ Հայկ Սարգսյանին զգուշացրեց, իր շահերից չի բխի, որ նրա մասին քննարկումները հրապարակվեն։ Եվ ես չեմ կարծում, թե այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ Ես խնդրում եմ հրապարակել դրանք եւ բոլորին պարզ կդառնա, որ այդ նիստերի բովանդակության հրապարակումը ուղիղ բխում է իմ շահերից։ Փաշինյանի վաղեմի թիմակիցը պնդում է, կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված չէ, իր թիմակիցներն են իր մասին կուսակցությունում այդպիսի թեմա բացել, իր բացակայությամբ քննարկում ծավալել ու իրեն մեղադրել կոռուպցիոն գործարքի համար, թե կոնկրետ ինչի համար փակագծեր չի բացում Սարգսյանը։ Ըստ մամուլի հրապարակումների իհարկե որոշ վարչության անդամներ իմ բացակայությամբ ինձ մեղադրել են որևէ կոռուպցիոն կամ ոչ կոռուպցիոն ինչ որ գործերի մեջ։ Պատգամավորն ասում է, 2 տարի առաջ ինքն է կուսակցությունում խոսել ԿՊԱ-ականների ենթակայությամբ գործող գերատեսչություններում տիրող խնդիրների մասին, Տավուշի ու Լոռու մարզերի անտառահատումների, օնլայն կազինոների եւ այլն, բայց զարգացումներն ըստ նրա չեն եղել այնպես, ինչպես ակնկալել է։ Խնդիրների հասցեատերերի հետքերով չեն գնացել, ասում է։ Մի բան էլ իրեն են մեղադրում։ Ցավալի է, որ կան գործընկերներ, ովքեր իմ հնչեցրած մտքերը փորձում են օգտագործել իմ դեմ եւ այն հնարավոր բաները, որոնց մասին ես խոսացել եմ, փորձում են վերագրել ինձ, դա չի ստացվելու, չի ստացվել։ Հայկ Սարգսյանի ու նրա եղբոր տեխնացությունն էլ կուսակցության նախընտրական ցուցակում չհաստատվեց։ Նրանք նույնիսկ ընդդիմացան վարչության որոշմանը, բողոքարկեցին, բայց Փաշինյանի վաղեմի զինակիցներին այդպես էլ թույլ չտվեցին ցուցակ մտնել։ Դրան էլ հաջորդեց արդեն վարչապետի վերջին հայտարարությունը։ Ես իմ գործունեությամբ ճակերտներիմս ցավացրել եմ որոշ մարդկանց, ովքեր այսօր դեռևս չեմ ցանկանում անունը տալ։ ԿՊԱ-կանը հատկապես լարված հարաբերություններ ունի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Նա ասում է, թե դա ուղիղ կապ ունի օնլայն կազինոների դեմ իր հեղինակած օրինագծի հետ։ Ամիսներ շարունակ պատգամավորը պնդում է, կազինոների սեփականատերերը իշխող կուսակցության վարչության վրա ազդեցություն ունեն, բայց պատգամավորի հայտարարություններին իրավապահներ ընթացք չեն տալիս։ Ես կարծել եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում իմ կատարած գործունեության համար ինձ պետք է շնորհակալություն հայտնեն, դուք ասեցիք մեդալ տան, դեմ չի լինի, բայց ինձ հայտարարվել է խիստ նկատողություն, ինչը ես չեմ ուզում մեկնաբանեմ, դուք մեկնաբանեք։ Կոռուպցիոն կասկածների մասին վարչապետի հայտարարությունից օրեր առաջ Հայկ Սարգսյանի անունը դատարանում հնչեց նախկին ԿՊԱ-ական Հովիկ Աղազարյանին առնչվող ոչխարների արտահանման քրեական գործով։ Աղազարյանը մեղադրվում է ենթադրյալ կոռուպցիոն գործարքի համար։ Այս գործով անցնող անձանց գաղտնալսված հեռախոսային զրույցներում մի դրվագ կար, որ այդ մարդիկ մականունով խոսում են Հայկ Սարգսյանի մասին, թե նա էլ է եղել ոչխարների արտահանման ու ուրիշ գործերում։
այդ այդ գործի մեջ եղել է, այդտենց առանձին խոսանք, էլի, ընդ է հա, սևարը, ոսկորետին ջոգելով, տեն ջոգի կետակ կերել է, հետի անցած տարի այդ գործի մեջ է եղել, ապշե ուրիշ գործերով, ամա համելաց կան չի ասել եք հասա վերինգի տեղը շատ բաների մեջ ես մտնում, ամեն ինչի մեջ կաս։ Չկա նման բան, դա սուտ է, կեղծ է, որևէ մեկը ինձ ոչ այդ գործով, ոչ որևէ այլ գործով, երբևէ չի կանչել, չի լսել, չի ներգրավել։ Ես դրան մասին առաջին անգամ լսել եմ մամուլից։ Այդուհանդերձ Փաշինյանի հետ քաղաքական ճանապարհ անցած Հայկ Սարգսյանը չի բացառում, որ իր դեմ քրեական գործ կհարուցեն կամ իրեն կկալանավորեն։ Որևէ բան ոչ հաստատում եմ, ոչ բացառում եմ։ ԿՊԱ-կան падգամավորի վերաբերյալ կոռուպցիոն կասկածների մասին Փաշինյանը բարձրաձայնեց ու նրան հրապարակային զգուշացրեց, երբ Սարգսյանը ընդդիմացավ ԿՊ վարչության որոշմանը ու սկսեց խոսել Փաշինյանի ղեկավարած կուսակցությունում տիրող իրավիճակի մասին։ Միջազգային լրահոսը գլխավորում են Իրано-ամերիկյան բանակցությունները, որ իրականություն են դառնում, երբ Դոնալդ Թրամփն արդեն ուղիղ սպառնում էր Թեհրանին հարցը լուծել ուժով։ Վաշինգտոնի պահանջն է, որ Իրանը հրաժարվի միջուկային ծրագրից։ Շաբաթներ շարունակվող լարվածության ֆոնին ԱՄՆ-ն եւ Իրանը Օմանի միջնորդությամբ այսօր անուղղակի բանակցություններ են վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Դեռ պարզ չէ, թե արդյոք կողմերը համաձայնել են որևէ հարցի շուրջ։ Իրանի արտգործնախարարության խոսնակը միայն հայտնել է, որ բանագնացները կվերադառնան իրենց երկրներ խորհրդակցությունների, իսկ բանակցությունները կշարունակվեն ավելի ուշ։ Անվստահության պատը պետք է հաղթահարվի, սոցցանցում գրել է Իսմայիլ Բաղեին։ Օմանի արտգործնախարարը մայրաքաղաք Մասկատում առանձին հանդիպել է իրանցի պաշտոնակից Աբբաս Արաղչիի եւ ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի ու Ջարեդ Քուշների հետ։ Իրանական պատվիրակության հետ նաև երկրորդ հանդիպումն է եղել։ Թեհրանն ու Վաշինգտոնը Օմանի միջոցով միմյանց են փոխանցել իրենց պահանջները լարվածությունը թույլատնելու եւ բանակցություններն առաջ մղելու պայմանները։ Օմանի արտգործնախարարությունը հայտնել է, որ կողմերի հետ այսօրվա հանդիպումները կենտրոնացած էին դիվանագիտական եւ տեխնիկական բանակցությունների վերսկսման համար համապատասխան պայմաններ ստեղծելու վրա։ Իրանը նախքան հանդիպումը հայտարարել էր, որ կքննարկի միայն միջուկային ծրագիրը։ ԱՄՆ-ն էլ պնդել էր, որ կքննարկեն նաև բալիստիկ հրթիռների ծրագիրը, ահաբեկչական կազմակերպություններին Իրանի աջակցության եւ սեփական ժողովրդին ճնշումների ենթարկելու հարցերը։ Հանդիպումից առաջ ԱՄՆ-ն դարձյալ իր քաղաքացիներին կոչ է արել անմիջապես լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով։ Վերջին անգամ Իրանից հեռանալու զգուշացում արվել էր հունվարի 14-ին, երբ երկրում ցույցերից հետո Դոնալդ Թրամփը քննարկում էր հնարավոր միջամտության տարբերակները, այդ թվում թիրախային հարվածները։ Աբբաս Արաղչին հանդիպումից առաջ սոցցանցում գրել է, որ բանակցությունները պետք է անցկացվեն հավասար դիրքերից, հարգվեն կողմերի իրավունքներն ու շահերը, քանզի դրանք են հուսալի համաձայնության հասնելու երաշխիքը։ Իրանը նաև չի մոռացել անցած տարվա պատերազմը եւ վճռական է իր իրավունքները պաշտպանելու հարցում զգուշացրել է իրանցի պաշտոնյան։ Իրանը բանակցությունները սկսում է բաց աչքերով եւ անցյալ տարվա ամուր հիշողությամբ։ Մենք գործում ենք բարի կամքով եւ վճռական ենք, պաշտպանելու ենք մեր իրավունքները։ Պարտավորությունները պետք է կատարվեն։ Սպիտակ տան մամուլի քարտուղարն էլ ասել է, որ Իրանը չպետք է մոռանա, որ ԱՄՆ նախագահը դիվանագիտությունից բացի իր տրամադրության տակ ունի բազմաթիվ տարբերակներ, սակայն նախագահ Թրամփը հիմա փորձում է պարզել, արդյոք հնարավոր է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, ասել է Քերոլայն Լևիթը։ Նախագահի համար դիվանագիտությունը միշտ առաջին ընտրություն է, երբ խոսքը վերաբերում է աշխարհի տարբեր երկրների հետ հարաբերություններին, լինեն մեր դաշնակիցները, թե մեր հակառակորդները։ Տեսնենք, թե ինչ կստացվի։ Նախագահը նորության է սպասում։ ԱՄՆ-ն պնդում է, թե Իրանը փորձում է միջուկային զենք ստեղծել, Թեհրանը մինչդեռ վստահեցնում է, իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ ունի։ ԱՄՆ-ն վերջին շաբաթներին մեծ թվով զորք եւ ռազմանավեր է տեղակայել Մերձավոր Արևելքում եւ սպառնում է պատերազմով, եթե Իրանը գործարքի չգնա։ Ալ Ջազիրան իր աղբյուրներին հղումով հայտնում է, որ միջնորդներ Կատարը, Եգիպտոսը եւ Թուրքիան շաբաթվա սկզբին Իրանին եւ ԱՄՆ-ին ներկայացրել են այսօր քննարկվելիք հիմնական սկզբունքների շրջանակը։ Ըստ այդմ Իրանը պարտավորվում է 3 տարի ուրան չհարստացնել, ապա նվազեցնել հարստացումը մինչև 1.5%, իսկ բարձր հարստացված ուրանի ներկայիս պաշարը, այդ թվում մինչև 60% հարստացված մոտ 440 կիլոգրամ ուրանը փոխանցել երրորդ երկրի։ Իրանը նաև պարտավորվում է զենք եւ տեխնոլոգիաներ չփոխանցել իր պրոքսիներին, չկիրառել բալեստիկ հրթիռներ։ Միջնորդներն առաջարկում են, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև նաև չհարձակման մասին համաձայնագիր ստորագրվի։ Իրանցիները դեմ են պատերազմին եւ կոչ են անում դիվանագիտության միջոցով լուծել խնդիրը։ Եթե պատերազմ սկսվի, մեր արժույթն ավելի կթուլանա դոլարի նկատմամբ, շարքային քաղաքացիների համար կյանքը միայն կդժվարանա։ Դրա համար դեմ ենք պատերազմին։ Հաջող բանակցությունները լավագույն արդյունքը կլինեն։ Պատերազմը ոչ մեկի շահերից չի բխում։ Միացյալ Նահանգներն իր ուժերը տեղափոխել է տարածաշրջան, սակայն կարծում եմ, որ պատերազմի իրական հավանականությունը շատ փոքր է։
Վստահ եմ, որ համաձայնության կհասնեն։ Նրանք չեն կարող իրենց թույլ տալ Իրանի հետ բախվել, նրանց համար եւս լուրջ հետևանքներ կլինեն։ Մենք արդեն տնտեսական պատերազմի մեջ ենք, գնաճն ավելի վատ է, քան ռազմական հակամարտությունը։ Հուսով եմ մեր ղեկավարները եւ դիվանագետները պատերազմը կանխելու միջոց կգտնեն։ Թեհրանում գործող Մերձավոր Արևելքի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Աբբաս Ասլանին Ալ Ջազիրային ասել է, որ բանակցությունները տեղի են ունենում անորոշությունների պայմաններում, իսկ տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության կուտակումն էլ ավելի է բարդացնում իրավիճակը։ Ասլանիի կարծիքով բանակցությունների այս փուլը կարող է որպես լակմուսի թուղթ ծառայել, թե որքան լուրջ են կողմերը տրամադրված եւ արդյոք իսկապես պատրաստ են դիվանագիտական փոխգործակցության։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին Միլանում այսօր մեկնարկող ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդների ընտրած երաժշտության վերաբերյալ, պնդելով, թե այն քաղաքականապես լարված եւ անջատողական է։ Նիկիտա Ռախմանին եւ Կարինա Ակոպովա զույգը սահադաշտ է դուրս գալու Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործության ներքո։ Բաքուն իր բողոքում գրել է, թե Արցախ արտահայտությունն արտացոլում է Հայաստանի անօրինական եւ անջատողական քաղաքականության գաղափարախոսությունը Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված տարածքների նկատմամբ։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում, կհանդիպենք։